2015 թվականին հունվարի 12-ին վաղ-առավոտյան Հայաստանը շանտահարվեց ահասարսուռ նորությամբ։ Գյումրիում իր տանը սպանվել էր մի ամբողջ ընտանիք։ Ավետիսյանների դաժան սպանությունից 10 տարի է անցել։ Շարժառիթը մինչ օրս պարզ չէ։ Տարիների ընթացքում ստեղծվել են դավադարապաշտական տեսություններ, միֆեր ու վարկածներ։ Հասարակությունը այդպես էլ չի ստացել պատասխանը, թե ինչու է մարդասպանը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վարերի Պերմյակովը գործել այդ ոճիրը։ Հայաստանի քաղաքացին նաև չստացավ սպասված արդարադատությունը։ Ռուսական կողմը Պերմյակովին այդպես էլ չհանձնեց Հայաստանի իրավապահ մարմիններին։ Դատավարությունն անցկացվեց ռուսական ռազմաբազայի տարածքում, իսկ պատիժը հանցագործը կրում է Ռուսաստանում։ Հունվարի 12-ին իրապահ մարմիններն ահազանգ ստացան Գյումրու Արցախ թաղամասի Միասնիկյան փողոցի 188 տնից 6 քաղաքացու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր մեկնած քննչական օպերատիվ խումբը Ավետիսյանների տանը հայտնաբերեց ընտանիքի անդամների մարմինները։ Շուտով հրապարակվեցին սպանվածների անունները՝ Սերեժա Կարապետի Ավետիսյան, 53 տարեկան, նրա կինը Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյան, 51 տարեկան, դուստրը Այդա Սերեժայի Ավետիսյան, 35 տարեկան, որդին Արմեն Սերեժայի Ավետիսյան, 33 տարեկան, Արմենի կինը Արաքսիա Անդրանիկի Ավետիսյան, 22 տարեկան, նրանց մանկահասակ երեխան Հասմիկ Արմենի Ավետիսյան, 2 տարեկան։ Իրապահները մոր Արաքսիայի մարմնի մոտ հայտնաբերում են ընտանիքի ամենակրտսեր անդամին, 6-ամսյա Սերեժային։ Փոքրիկը դանակի հարվածներ էր ստացել, բայց դեռ ողջ էր։ 6-ամսյա Սերեժային կրծքավանդակի շրջանում կտրող ծակող գործիքից ստացված ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխում են բժշկական կենտրոն։ Ամբողջ երկիրն այդ օրերին աղոթում էր փոքրիկի փրկության համար։ Հունվարի 15-ին հուղարկավորեցին սպանդի ենթարկված ավետիսյաններին։ Հայաստանի Հանրապետություն թերթը գրում է. Գյումրիում 3 տեղի ունեցավ ավետիսյանների ընտանիքի 6 սպանված անդամների հուղարկավորությունը։ Դաժան զոդարձածների աչյուններն ամփոփվեցին Գյումրիի Շիրակ գերեզմանատանը։ Հուղարկավորությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, նախարարներ, պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ։ Սպանվածներին վերջին հրաժեշտը տալու էին եկել նաեւ հազարավոր գյումրեցիներ, հյուրեր։ Ըստ նախաքննության սպանությունը տեղի էր ունեցել վաղ առավոտյան, ժամը 6-ի սահմաններում։ Հանցագործությունը կատարվել էր, երբ բոլորը քնած էին։ Մահը վրա էր հասել հրազենային վնասվածքներից։ Դեպքի վայրից զնությամբ հայտնաբերվել էին 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված էր Պերմյակով ազգանունը։ Պարզվել էր, որ դրանք պատկանում են Պերմյակով ազգանունը կրող անձին, որը հանդիսանում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող։ Բացի հայտնաբերված կոշիկներից Պերմյակովին մատնանշում էին մի քանի փաստ ևս։ Նախ ողբերգության օրը Պերմյակովն առանց թույլտվության լքել էր ռազմաբազան։ Ըստ որոշ տեղեկությունների նա հոգեկան հիվանդություն ուներ եւ նույնիսկ ինքնասպանության փորձ էր կատարել։ Փաստը սակայն Մոսկովսկի կամսամոլեցի հետ զրույցում չէին հաստատել Պերմյակովի նախկին ծառայեկիցները։ Հայտնի է, որ Պերմյակովը Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքից էր, ավարտել էր երեկոյան դպրոց։ Չիտայում զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության։ Ինչպես Մոսկովսկի կամսամոլեցին պատմել էր նրա ծառայեկիցներից մեկը, Պերմյակովն արդեն մի անգամ փախուստի էր դիմել, որովհետև չէր ուզում ծառայել։ Հետո նա հայտնվել էր հիվանդանոցում, մտափոխվել ու զեկուցագիր գրել, որ իրեն չազատեն ծառայությունից։ Դեկտեմբերի 3-ին Պերմյակովը Չիտայի զորամասից տեղափոխվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա։ Ըստ ծառայեկիցների Պերմյակովն ընդհանուր առմամբ նորմալ շփվող տղա էր, նրանք չէին հավատում, որ կարող էր նման բան անել։ Երբ պարզվում է Պերմյակովի ինքնությունը, միջոցներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Սպանությունից օրեր անց, հունվարի 14-ին, հայտնի դարձավ, որ Պերմյակովին ռուս սահմանապանները հայտնաբերել են Շիրակի մարզի Բայանդուր եւ Երազգավորսկ գյուղերի հատվածում։
հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Այդ մասին հայտնել էր Շիրակի մարզի դատախազ Ռաֆի Ասլանյանը, տեղեկացնելով, որ Պերմյակովը ռուսների մոտ է։ Հետագայում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստին ռուսական սահմանապահ ջոկատի աշխատակից Բայանդուրի ուղեկալի հրամանատար Միխայել Խաչատրյանը իր ցուցմունքում նշել է. ծառայակցի սերժանտ Սումբուլյանի հետ ինքն է հայ-թուրքական սահմանին հայտնաբերել ու ձերբակալել Վալերի Պերմյակովին։ Հունվարի լույս 13-ի գիշերը ես սահմանային ուղեկալում ծառայություն էի իրականացնում սերժանտ Սումբուլյանի հետ։ Երբ ժամանեցինք մեր ծառայության վայրը, լապտերի լույս նկատեցինք։ Մեր կանգնիր, ով է գալիս բացականչությունից հետո անծանոթը պատասխանեց. ես Յուրային եմ, գալիս եմ մերոնց մոտ։ Ես նախազգուշական կրակոց արձակեցի դեպի օդ։ Սերժանտ Սումբուլյանին հրամայեցի լիցքավորել զենքը եւ պահել անծանոթի վրա։ Զննությամբ անծանոթի մոտ 3 հեռախոս եմ հայտնաբերել եւ դրամական միջոցներ։ Դրանից հետո ավագ սերժանտ Մաղսուդյանին հրաման եմ տվել ինձ օգնել կապել անծանոթին։ Այդ ընթացքում ինձ զանգարեց Զորամասի հրամանատարը։ Ես նրան փոխանցեցի ողջ տեղեկությունը։ 20-30 րոպեից ժամանեց Զորամասի հրամանատարը եւ իր հետ տարավ անծանոթին։ Խաչատրյանը նաեւ պատմել էր, որ Պերմյակովն իր մեղքը չէր ընդունում։ Ասում էր ոչինչ չեմ արել։ Պերմյակովի ձերբակալությունից հետո տարածքի այցելում սահմանապահ զորքերի օպերատիվ խումբը։ Կատարվածի մասին տեղյակ են պահում նաև հրամանատարությանը եւ ՈՒԱԶ մակնիշի մեքենայով Պերմյակովին տեղափոխում Զորամաս։ Հետո միայն կատարվածի մասին տեղյակ են պահում հայկական կողմին։ Ողբերգության դրդապատճառների մասին որևէ բան չէր հաղորդում։ Հարևանները նշում էին, որ Ավետիսյանները խաղաղ, հանգիստ աշխատող ընտանիք էին եւ երբևէ որևէ միջադեպով աչքի չեն ընկել, կռիվների կամ վեճերի մեջ չեն ներքաշվել։ Շինարարություն բանկ է ներծերից ամեն ինչ կարելի աշխատող խելոք շնորհվում մարդիկ։ Թաղամասում կատարված ողբերգությունից անակնկալի էին եկել բոլորը։ Շատ լավ աշխատող տղա։ Բոլոր արհեստները շինարարության ինքը երազանց։ Ու տղեն էլ բոլորովին հələ bir okum ne adım spesnal var. Եղավ հավիք շատ չկար, պես բան չկարի։ Հունվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը զանգահարում է նախագահ Սերժ Սարգսյանին ցավակցում կատարվածի համար եւ հույս հայտնում, որ հայ եւ ռուս լավագույն բժիշկների ջանքերի արդյունքում Ավետիսյանների ընտանիքից ողջ մնացած միակ անդամը 6-ամսյա Սերժ Ավետիսյանը կապակինվի։ Պուտինը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից հատուկ բժշկական ինքնաթիռ ուղարկել Հայաստան երեխայի հետագա բուժումը Մոսկվայում շարունակելու նպատակով։ Սակայն հարազատների սպանությունից 7 օր անց, հունվարի 19-ին, 6-ամսյա Սերժան նույնպես մահացավ։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի փոխանցմամբ երեխայի մոտ մի քանի անգամ գրանցվել էր սրտի կանգ եւ չնայած վերակենդանացման երկարատև ու անընդմեջ փորձերին երեխան մահացել էր։ Փոքրիկ Սերեժայի հիշատակին մոմավառություն էր կազմակերպվել նաև Երևանի Ազատության հրապարակում։ Մարդիկ մոմեր, ծաղիկներ ու խաղալիքներ էին տեղադրել օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի աստիճաններին։ Սկացողները տեղի ունեցածը որակում էին փոքրիկ ցեղասպանություն եւ պահանջում իշխանություններից անհապաղ քայլեր ձեռնարկել Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ուղղությամբ։ Աստված մեզ արդարություն տա, խաղաղություն տա, մեզ ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Գյումրիում ցույցեր էին սկսվել դեռևս հունվարի 14-ից, երբ հայտնի էր դարձել, որ Պերմյակովին ձերբակալել են Ռուսաստանի սահմանապահները եւ չեն հանձնել հայկական կողմին։ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ հանցագործին Հայաստանի իրավապահներին հանձնել թույլ չի տալիս Ռուսաստանի սահմանադրությունը։ Սակայն հանցագործին տարել էին ռուսական ռազմաբազա, ոտնահարելով Հայաստանի օրենքները։ Գլխավոր դատախազ Կոստանյանն ասում էր. Մենք ձերբակալման իրավաչափության եւ իրավազորության տակ անցնելու հարցը պետք է դեռևս մինչև վերջ բարձենք, որպեսզի մենք տեսնենք արդյոք ձերբակալում, այսինքն Ռուսաստանի իրավապահ մարմինների իրավազորության տակ հայտնվելու փաստը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի եւ այս միջազգային պայմանագրերով սահմանված կարգի բոլոր պայմանների պահպանմամբ թե ոչ։ Արդյոք այս process-ում որևէ մեկը այս պայմանագրի կողմերից խախտել է կամ ոչ պատշաճ է իրականացրել իր պարտավորությունները թե ոչ։ Արդյոք սա հանգեցրել է անձի ըստ էության
օրինական կամ ապօրինի տվյալ իրավապահ մարմինների տրամադրության տակ հայտնվելու հանգամանքն է։ Այս բոլորը կոմպլեքս հարցեր են եւ այո, այնց այս բոլորը քննարկելու եւ այս հարցերի պատասխանները ունենալուց հետո մենք կարող ենք ավելի սպառիչ խոսել վարույթի փոխանցման, անձի փոխանցման եւ այս միջազգային պայմանագրերով սահմանված մյուս մեր ընթացակարգերի մասին։ Գյումրիում ցուցարարները շարժվում էին դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն, ապա Շիրակի մարզպետարան, դատախազության մոտից երթով դեպի 102-րդ ռազմաբազա։ Հակառուսական կոչեր երթի ընթացքում չէին հնչել։ Գյումրեցիների միակ պահանջն էր Պերմյակովին հանձնել հայկական կողմին, մարտասպանին դատել Հայաստանում։ Երթի մասնակիցները շեշտում էին, ոչ թե հանցանքի մեջ կասկածվողի ազգությունն է քննարկում, այլ սեփական երկրի արժանապատվությունն է դրված կասկածի տակ։ Իրավիճակը էլ ավելի էր լարվել հունվարի 15-ին, Ավետիսյանների հուղարկավորության օրը։ Գյումրիում ռուսական հյուպատոսության շենքի մոտակայքում տեղի էր ունեցել բախում ցուցարարների եւ ոստիկանների միջև, երբ վերջիններս պատ էին կազմել եւ ցույցի մասնակիցներին թույլ չէին տվել մոտենալ հյուպատոսության շենքին։ Բողոքի ցույցի մասնակիցները ցանկանում էին հանդիպել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին եւ պահանջել, որպեսզի նա դիմի Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու հարցով։ Բախման հետևանքով հարուցված քրգործով 32-ից 38 հոգի ստացել էր կասկածյալի կարգավիճակ, իսկ 10 հոգու մեղադրանք էր ներկայացվել խուլիգանության հասարակական կարգ խախտելու հոդվածներով։ Նույն օրը երեկոյան ցուցարարներով եւ ոստիկաններով շրջապատված Կոստանյանը հայտարարում է. Որպես գլխավոր դատախազ եւ տղամարդ հավարի, ձեզ ասում եմ, որ ես 100%-ով միանշանակ դիմելու եմ այս պահանջով Ռուսաստանի գլխավոր դատախազ։ Հունվարի 20-ին Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպել էր Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին։ Կողմերը համաձայնել էին իրականացնել համատեղ եւ փոխհամագործակցված գործողություններ, քրեական գործի քննության համակողմանիությունը եւ լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ։ Բաստրիկինին նախագահականում ընդունել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա Սարգսյանին հայտնել էր, որ իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության եւ արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայություն։ Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները մեկնում են Գյումրի, որտեղ նախ ծաղկեպսակ են դնում Ավետիսյանների շիրիմներին, այնուհետև ուղևորվում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա։ Սպանությանը հաջորդած օրերին, իհարկե գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստանում էր, որ մեղադրվողը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում։ Վստահեցնում եմ, որ անձը, մեղավոր անձը, ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի Հանրապետության տարածքում եւ մենք բոլորս ականատես ենք լինելու եւ հնարավորություն ենք ունենալու հետևել ամբողջ ընթացքին վերջինիս քրեական պատասխանատվության այդ թվում պատժի ենթարկելու ամբողջ գործընթացին։ Այդ առումով ես հիմա հավաստիացնում եմ բոլորիդ։ Սակայն ամիսներ անց Կոստանյանը փոխեց խոսքը, ազգային ժողովի ամբիոնից հայտարարելով, որ իրավիճակն աննախադեպ է, թե Հայաստանի, թե Ռուսաստանի պատկան մարմինների պրակտիկայում, փաստացի արտարացնելով հանցագործին տեղի իրավապահներին չհանձնել։ Ստեղծվել է իրապես աննախադեպ մի իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ Ռուսաստանի Դաշնության իրավապահների պրակտիկայում։ Եվ մենք մեր գործընկերների հետ ինտենսիվ աշխատում ենք ստեղծված իրավիճակում գտնել տարբերակ, որը համահունչ է միջազգային իրավունքի պահանջներին։ Պերմյակովի ձերբակալումից 3 օր անց տուժողների իրավահաջորդների պաշտպանները հայտարարում էին. Ստացվում է, որ Պերմյակովը գտնվում է ռուսների հսկողության տակ եւ նրա վրա կիրառվում են Ռուսաստանի օրենքները։ Բաց էր նաև հարցը, հայաստանյան դատավորն է մտնելու ռուսական ռազմաբազայի տարածք, թե Պերմյակովն է կանգնելու Հայաստանի արդարադատության առջև։ Սակայն քրեական գործերում ներգրաված մեկ այլ փաստաբան Հայկ Ալումյանը ավելի վաղ Ազատության հետ զրույցում տարակուսանք էր հայտնել, թե որ իրավական ակտի համաձայն է ռուսական ռազմաբազան Ռուսաստանի մաս կազմում։
Ալումյանը հիշեցրել էր 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում ավտոովթարից հետո կալանավորված վարորդի Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործի մասին։ Ես չեմ պատկերացնում, ինչ իրավական հիմքի վրա է այդ քննչական մարմինը քրեական գործ հարուցել Հայաստանի տարածքում գտնվող անձի կողմից Հայաստանի տարածքում կատարված հանցագործության վերաբերյալ։ Դա նույնն է, որ մեր քննչական մարմինները քրեական գործ հարուցեցին Հրաչյա Հարությունյանի կողմից Ռուսաստանի տարածքում հանցագործություն կատարելու փաստի առիթով, ասել էր փաստաբանը։ Հայաստանի քննչական կոմիտեն որոշում էր կայացրել Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով 2 կամ ավելի անձանց սպանություն։ Սպանության գործով նախաքննությունը ավարտվեց միայն 9 ամիս անց, հոկտեմբերի 16-ին։ Նույն օրը Պերմյակովին առաջադրվեց նոր մեղադրանք։ Բնակարան ապօրինի մուտք գործելով զենքի գործադրմամբ ավազակության եւ պետական սահման ապօրինի հատելու փորձի հոդվածներով։ Պերմյակովին մեղադրանքներ էին առաջադրվել նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքի դասալակություն, զենքի հափշտակում եւ զենքի անօրինական կրում հոդվածներով։ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-Կովկասյան շրջանի զինվորական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն հայտնում է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի նյութերն ուղղորդվել են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Վալերի Պերմյակովն ընդունել էր առաջադրված մեղադրանքները։ Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ հավաստիանալ, իրան մեղավոր ճանաչում է կատարված բոլոր արարքներում, թե ոչ։ Հայտարարվեց Ավետիսյանների սպանության գործով նախաքննության ավարտի մասին։ Սպանության գործը բաղկացած էր 26 հատորից։ Նախաքննության պարզվել էր։ Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ։ Բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով եւ զենքի գործադրմամբ, ավազակային հարձակման եղանակով հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Նախաքննության տվյալներով Վալերի Պերմյակովը նաև զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով նույն տնից հափշտակել էր սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտկավոր կոշիկ, Nokia 302, Nokia 6300, Nokia 7260 տեսակի բջջային հեռախոսներ, 6000 դրամ կանխիկ գումար եւ դեպքի վայրից հեռացել։ Քննության բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նույն օրը ժամը 24-ի սահմաններում նա փորձել է ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի առաջին տեղամասի հատվածը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015 թվականի հունվարի 13-ին 0 ժամ 12 րոպեին բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից։ 2015 թվականի նոյեմբերի 24-ին գործն ուղարկվեց դատարան։ Առաջին դատական նիստը տեղի ունեցավ 2016 թվականի օգոստոսի 12-ին։ Դատական նիստերն անցկացվում էին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ արտագնա ռուսական ռազմաբազայի տարածքում։ Նախաքննության ընթացքում էլ մեղադրյալ Պերմյակովը մնացել էր ռազմաբազայի տարածքում եւ Հայաստանի իրավապահներին չէր հանձնվել։ Չնայած Ավետիսյանների հարազատների դժգոհությանը դատարանը մերժեց քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու միջնորդությունը, պնդելով, թե արտագնան նիստ անցկացնելու համար բոլոր պայմանները ստեղծված են։ Ռազմաբազայի տարածքում որևէ խոչընդոտ չկա։ Սա էլ ավելի բորբոքեց թեժ կրկերը։ Տուժողի իրավահաջորդները բացառք հայտնեցին դատավորին, պնդելով, թե վերջինս կաշկանդված է։ Դատավոր Հարություն Մովսիսյանը մերժեց նաև բացառքի միջնորդությունը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդեցին, որ ցուցմունք տա սահմանապատ ջոկատի հրամանատար Սերգեյ Մերզլիկինը, սակայն դատարանը որպես ականատես հրավիրեց վկայություն տալու Երազգավորց գյուղի բնակչին։ Ոչռագործությունից մեկ տարի անց 2016 թվականի հունվարի 18-ին հայտարարվեց, որ Հայաստանի դատարանին բավարարում են ռուսական ռազմաբազայում արտագնան նիստ անցկացնելու համար ստեղծված բոլոր պայմանները։ Օգոստոսի 19-ին Գյումրիում ավարտվեց Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը հրապարակվեց օգոստոսի 23-ին։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ իրավապաշտպան Արթուր Սակունցն իր ճառում հայտարարեց, որ պատշաճ նախաքննություն չի իրականացվել
9 ամիս տևած դատավարության ընթացքում ըստ իրավապաշտպանի հանցագործությունը այդպես էլ լիարժեք չի բացահայտվել։ Նա մասնավորապես նշում էր, որ չի հավատում այն վարկածին, թե Ավետիսյանների տնից վերցված 6000 դրամը 7 հոգու սպանության առիթ էր։ Շարժառիթը պարզ չէր, տեսանելի վայրում դրված ոսկյա զարդերը մնացել էին տեղում։ Դիտարկվում էր նաև անմեղսունակության վարկածը, որը շուտով հերկվեց, քննչական կոմիտեն հայտնել էր։ Վարույթն իրականացնող մարմինը նման տվյալների չի տիրապետում։ Նման տեղեկություններ քրեական գործում չկան։ Քննչական կոմիտեն հաստատել էր դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացություն։ Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Նրա մոտ առկա չեն եղել որևէ ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներ, գիտակցության խանգարման երևույթներ, եւ նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը եւ հակահասարակական բնույթը եւ ղեկավարել դրանք։ Պերմյակովն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ։ Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել էին նաև Պերմյակովի Ավետիսյանների տնից վերցված հեռախոսահամարների ելքային եւ մուտքային հեռախոսազանգերը։ Նախաքննությամբ որևէ տվյալ ձեռք չէր բերվել խլացուցիչ զենքով կրակոցներ արձակելու վարկածի վերաբերյալ։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը դեռևս նոյեմբերին հայտարարում էր. Քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո նաև սպանության դրդապատճառն է մեզ համար պարզ դարձել որոշակի առումով, բայց այս պահին չեն կարող հրապարակել։ Զուգահեռաբար Ավետիսյանների շահերը պաշտպանող փաստաբանների կարծիքով գործով ամենակարևոր վկան Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը, որը Պերմյակովին անձամբ էր ընտրել Չիտայից Գյումրի ծառայություն բերելու, գրություն էր ուղարկել, խնդրելով դատն անցկացնել առանց իրեն։ Ի վերջո Պերմյակովը նախ որպես Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ծառայող դատապարտվեց Ռուսաստանի քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Զենքը հափշտակելու եւ դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտեց 10 տարի ազատազրկման։ Սպանության մասով գործը հանձնվել էր հայկական կողմին եւ քննվել առանձին։ Պերմյակովը դատապարտվեց ՑՄ ազատազրկման։ Ամբաստանյալ Վալերի Պավելի Պերմյակովին հանցավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի առաջին 5-րդ 8-րդ կետերով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ 4-րդ կետերով եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-320 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ վերջնական պատիժ սահմանել ՀՄ ազատազրկում։ Պարժի կրումը հաշվարկվում է 2015 թվականի հունվարի 13-ից։ Ազգորաթերթը հոդված հրապարակեց, Պերմյակովը ՑՄ դատապարտվեց, բայց հարցականները մնացին վերնագրով։ Կայացված դատավճիռը, սակայն, ըստ ամենայնի չպակասեցրեց տուժողների, իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչ փաստաբանների ու քաղաքի հասարակության շրջանում այս ողբերգական դեպքի հանցագործության հանգամանքների ու գործի քննության եղանակի հետ կապված տարբեր հարցականներ։ Ավելին, քրեադատավարական այս ողջ գործընթացը երևակեց միջազգային, տվյալ դեպքում հայ-ռուսական հարաբերություններում մեր երկրի դատաիրավական համակարգի հնարավորություններին կամ դրանց պակասին առնչվող թվում է լուրջ եւ կարգավորման կարոտ որոշ խնդիրներ։ Թերթը հիշեցնում է, եթե մի 3 տարի առաջ Մերձմոսկովյան Պադորսկ քաղաքի մոտակայքում դժբախտ պատարի հետևանքով 18 մարդու ցավալի մահվան պատճառ դարձած բեռնատարի հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ռուսաստանյան դատարանում կանացի խալաթ էին հագցնում, ապա այստեղ Հայաստանում հայ մի ամբողջ ընտանիքի գազանաբար հոշոտած ռուս զինծառայողն առաջին պահից մինչև այժմ նույնիսկ չհանձնվեց մեր երկրի իրավապահներին, այլ հենց սկզբից իր չիմացած հայ-թուրքական սահմանն իբր թե հատելու փորձ կատարելիս հայտնվեց եւ ընդհուպ ամբողջ դատական գործընթացի ավարտը մնաց նախ իր պետության սահմանապահների, ապա հարազատ Զորամասի հոգատար հսկողության ներքո։ Այս պայմաններում թերևս զարմանալի չէ նաև այն հերթական անսովոր իրողությունը, որ դատավճիռում նույնիսկ չի նշում, թե որտեղ է իր պատիժը կրելու դատապարտյալը, նկատում է հոդվածագիրը։ Հայաստանի արտարադատության նախարարությունը ստացել էր Ռուսաստանի դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջինացյանի դատարանի դատավճիռը ճանաչելու եւ Ռուսաստանի տարածքում ի կատար ածելու մասին։ Սա նշանակում էր, որ Պերմյակովը պատիժը կրելու էր Ռուսաստանում։ Դատավճիռի հրապարակման հաջորդ օրը, օգոստոսի 24-ին, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սարգունցը նշեց.
որ հայտնի չէ, թե ինչպես է Վալերի Պերմյակովը Ավետիսյանների տնից հայտնվել սահմանամերձ տարածքում։ Բացի Պերմյակովի խոսքից այլ ապացույց չկա։ Եթե Պերմյակովը Ավետիսյանների տան 15 րոպեվա ընթացքում 2 առնվազն ծխախոտ ծխել է, ապա այդ 20 ժամվա ընթացքում, որի պատասխանվել է, մի հատ գոնե հետի չկա, որ Պերմյակովը այնտեղ է։ Ինչի համար եմ սա նշում, որովհետև փաստերը պետք է համակցել մարդու վարքագծի տեսակետից, հա։ Ես գտնում եմ, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, որպես հանցագործություն, ամբողջովին բացահայտված չէ։ Դատավարության ընթացքում հայտնի դարձավ նաև, որ Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդները քաղաքացիական հայց են ներկայացրել Ռուսաստանի դեմ, պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում։ Տուժող կողմը Ավետիսյանների սպանված չափահաս անդամների մասով պահանջում էր 50,000 եվրոյին համարժեք դրամ։ Երկու փոքրիկների Հասմիկ եւ Սերոժա Ավետիսյանների մասով 100,000 եվրոյին համարժեք դրամ։ Ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի, իր վստահորդները հայցը ներկայացրել էին, որպեսզի հետագայում նման հանցագործություններ չկատարվեն։ Այդ օրերին Ինտերֆաքսը գրեց. Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները շատ լավ գիտակցելով, որ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելը Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրացնել, քննարկում էին զինվորին Հայաստանի Հանրապետության քաղաքացի 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանում դժբախտ պատահարի համար կալանավորված բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ փոխանակելու տարբերակը։ Գործից 7 տարի անց իրավապաշտպան Արթուր Սակունցը հայտարարեց. Ավետիսյանների սպանության համար մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովից նորություն չունեն։ Նրան տեղափոխել էին Ռուսաստանի Դաշնություն, պատիժը կրելու, սակայն անհայտ է, որտեղ է կրում պատիժը կամ կրում է, թե ոչ։ Մենք մի անգամ դիմել էինք, ոչինչ չէին ասում։ Հայտնի չէ, պատիժը կրում է, չի կրում, ողջ է, թե ոչ։ Ոչ մի բանից տեղյակ չենք։ Նրան տեղափոխեցին Ռուսաստան։ Միայն այս կանը գիտենք, ասում է Սակունցը։ Միանշանակ է, որ Ավետիսյանների սպանության գործը գտնում է այն նույն վիճակում, ինչպես ամենահանցագործության կատարման սկզբից։ Հարցերը ավելի են շատացել, քան թե պատասխաններ ստացել ենք։ 2020 թվականին Հայաստանի արտարադատության նախարարությունը տեղեկացրեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմա դատապարտված Վալերի Պերմյակովը պատիժը կրում է Ռուսաստանի Յամալ Նենեցյան ինքնավար մարզի թիվ 8 ուղիչ գաղութում, հատուկ ռեժիմում։ Դատավարությունն ավարտվեց, սակայն իրարամերժ վարկածները շարունակվում էին շրջանառվել։ Վարկածներից մեկն այն էր, թե Պերմյակովը անհավասարակշիռ աղանդավոր է եղել։ Մամուլը հրապարակեց, որ նրա հայրը բողոքական եկեղեցու հովիվ էր, իսկ եղբայրը դատված։ Դատավարության ընթացքում Սերյոժա եւ Հասմիկ Ավետիսյանների դուստրերը նախաքննական ցուցմունքներում նշել էին։ Չեն հավատում, թե Պերմյակովը միայնակ կարողացել է սպանել 5 մեծահասակի։ Ավետիսյանների ազգական եւ հարևան Կարինե Ավետիսյանը, որը գործով անցնում էր որպես վկա, հայտարարում էր. Առավոտյան 6:20 էր։ Դուրս եկա, մի փոքր կանգնեցի դրսում, շատ մութ էր, վախեցա։ Կանգնեցի մի քիչ ու նորից ներս եկա, պարկեցի քնելու։ Երբ փաստաբան Երեմ Սարգսյանը հարցրել էր, թե ոնց է ստացվել, որ մեկ գմփոց է լսել, այն դեպքում, երբ հաստատված փաստ է, որ 28 կրակոց է արձակվել, վկան դարձյալ պատասխանել էր, որ ուժեղ մեկ ձայն է լսել, ոչինչ չի մտածել։ Հետաքրքրական է նաև Գյումրու շտապօգնության բուժքույր Գայանե Մելքոնյանի ցուցմունքը։ Նա դատարանին պատմել էր, որ շտապօգնությունում ահազանգը ստացվել է ժամը 12:15-ին։ Ահազանգել են, թե Միասնիկյան 188 հասցեում շփոլ գազից թունավորվածներ կան։ Միայն գիտեցած մարդը կարող է շտապօգնությունին բացել։ Սա գիտեցած, պայմանավորված, պլանավորված գործ է։ Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից անցել է 10 տարի, սակայն Գյումրու բնակիչներին եւ ընդհանրապես Հայաստանի ամբողջ ժողովրդին այդպես էլ անհայտ մնաց, իրականում ինչու սպանվեց 7 հոգանոց այս ընտանիքը։ Հանցագործը չխնայեց անգամ երկու փոքրիկներին, որն էր շարժարիթը։
Հայաստանի Հանրապետության օրենքների ոտնահարմամբ, իրավական նորմերի խախտումներով, թերի հետաքննությամբ ու դատաքննությամբ ռուսական ռազմաբանձայում քննված քրեական գործը ոչինչ չբացահայտեց։ Հակառակը նոր հարցեր առաջացրեց, խորացնելով կասկածները։ Ռուսական կողմը մինչև վերջ պահեց իր զինվորին, անգամ տարավ Ռուսաստան պատիժը կրելու։ Ի վերջո գործը հասավ եվրոպական դատարան, սակայն մինչև օրս դեպքի շարժառիթմն ու պատճառները մնում են չբացահայտված։